Շատ տխուր իրավիճակ եղավ, որի հետ ես բավականին սերտորեն կապված էի, ես հանդիպեցի մարդկանց, երբ Անգլիայում էի։ Այս մարդիկ իմ ընկերոջ, վերապատվելի Հովարդ Քարթերի շատ լավ ընկերներն էին Լոնդոնից, եւ այս պարոնն իր ընտանիքի հետ տեղափոխվել էր մի տուն, ավելի հին տուն։ Նա ուներ 3 դուստր, բոլորն էլ դեռահասներ էին։ Դուստրերից մեկը քնել էր որոշակի սենյակում, եւ առաջին գիշերվանից հետո բողոքել է հորը, ասելով. «Հայրիկ, ես վախենում եմ այս սենյակից»։ Հայրը պատասխանում է. «Օ աղջիկս, դու վախենալու պատճառ չունես, վերջ ի վերջո մենք քրիստոնյաներ ենք»։ Նա նկատի ուներ, որ պատկանում են եկեղեցուն։ Հաջորդ գիշեր նրան կրկին տանջում են։ Նա ասում է, որ ինչ-որ բան կա այս սենյակում։ Եվ 1-2 շաբաթ անց աղջիկն ասաց. «Եթե դու ինձ դուրս չհանես այս սենյակից, ես չեմ կարծում, որ կարող եմ ապրել»։ Եվ հայրն ասում է. «Ոչ, աղջիկ, դու պարզապես չափազանցնում ես, քեզ հետ ամեն ինչ լավ կլինի»։ Այս դուստրը մահացավ առանց երբևէ հիվանդանալու։ Մի առավոտ նրանք եկան նրա դռան մոտ եւ նա մահացած էր։ Գիտեք, որոշ հայրեր բավականին տարօրինակ են։ Հայրը չցանկացավ համակերպվել դրա հետ, եւ աղջկան թաղելուց հետո նա սենյակը տվեց քույրերից մեկին։ Շատ տարօրինակ էր, որ այս երևույթը չէր դրսևորվում տան այլ հատվածներում, միայն այդ սենյակում։ Եվ քույրը առաջին գիշերից հետո ասաց. «Ես սարսափած եմ։ Ես վախենում եմ լինել այս սենյակում»։ Եվ հայրն ասաց. «Օ, ամեն ինչ լավ է այս սենյակում։ Ես բազմիցս եղել եմ այնտեղ», բայց նա դեռ այնտեղ չէր քնել։ Եվ նա ասաց. «Հայրիկ, մի ստիպիր ինձ քնել այդ սենյակում»։ Օ, նա ասում է, որ այս սենյակը քեզ չի վնասի։ Նա շարունակում է. «Ես գիտեմ, որ քո քույրը մահացել է, ժամանակն էր, որ նա գնար երկինք, ամեն ինչ կարգին է։ Բայց դուք գիտեք, որ այդ աղջիկը նույնպես խորհրդավոր կերպով մահացավ այդ սենյակում»։ Եվ հետո նա զանգահարեց եղբայր Քարթերին հարցրեց. «Ինչ կարող եմ անել հիմա»։ Նա խուճապի մատնվեց։ Նա ասաց. «Ինչ կարող եմ անել հիմա»։ Նա ասում է, որ ինձ միայն մեկ աղջիկ է մնացել, եւ ես վստահ եմ, որ չեմ պատրաստվում նրան այս սենյակում տեղավորել։ Եվ եղբայր Քարթերը նրան խորհուրդ տվեց. «Եթե ես քո տեղը լինեի, ես պարզապես կտեղափոխվեի այդ տանից։ Հիմա, երբ ես սովորեցնում եմ քեզ, իրականում հնարավոր կլինի անել 2 կամ տեղափոխվել այդ տանից, կամ վառել մինչև մոխիր դառնա, կամ վռնդել չար ոգիներին այդ տունը մաքրվի, որ ազատ դառնա այդ տունը։ Եվ դա հնարավոր է։ Դուք կարող եք դուրս շպրտել սատանայական ուժը շենքից, ցանկացած շենքից։ Նա չի կարող այդտեղ մնալ ավելի երկար, քան դուք ցանկանում եք»։ Հիմա այս մարդիկ ուղղակի զարմանալի է, թե ինչքան քրիստոնյաներ չգիտեն, թե ինչպես պայքարել սատանայի դեմ, եւ հետո նրանք զարմանում են, երբ նա իրեն ցույց է տալիս։ Եթե նրանք արագ ոտքի կանգնեին, ոչինչ չէր պատահի, բացի նրանից, որ նա ստիպված կլիներ հեռանալ։ Ձեզանից քանիսն են դա հասկանում։ Քանի՞ հոգի է հավատում սրան։ Մենք պետք է ստիպենք աշխարհին հավատալ դրան, հասկանալ սա, քանի որ այսօր մարդկանց դեմ ավելի շատ սատանայական ուժեր են գործում, քան երբևէ։